Աստծո խոսքի մեջ գործում են կանոններ, որոնց կատարումը ոչ միայն հնազանդություն է Աստծո խոսքին, որ անշուշտ ամենակարևորն է, եւ որ սրա հետևում նաեւ կատարողների համար հոգեվոր օգտակարություն է ապահովում։ Օրինակ, Մատթեոս 7:12 համարը։ Այն ինչ որ կուզեք որ մարդիկ ձեզ անեն, դուք էլ նրանց արեք այդ բանը, նրանց հետ այդպես վարվեք։ Կանոն է, օրենք է Աստծո կողմից դրված։ Մենք չնայենք անհատական օրինակներին։ Մենք հավատանք եւ վստահենք Աստծո խոսքին։ Աստված ասում է այդպես պիտի լինի։ Հիմա չենք տեսնում, հետո կտեսնենք։ Եվս մեկ կանոն կամ օրենք Գաղատացիս 6:8 համար։ Ինչ որ մարդը սերմանի, նույնը պիտի հնձի։ Նա որ իր մարմնին կսերմանե, այդ մարմնից ապականություն պիտի հնձե, եւ նա որ հոգուն կսերմանե, այդ հոգուց հավիտենական կյանք պիտի հնձե։ Ահա դրված օրենք է, անխախտելի է։ Եվ Պողոս առաքյալը շատ հետաքրքիր է, գյուղատնտեսության մեջ գործածվող այս օրենքը հարմարեցրեց լավագույնս հոգևորը ներկայացնելու համար։ Սերմանել կամ ցանել, sowing, հետո էլ հնձել, երբ որ հունձքի ժամանակը կա, reaping։ Ամենակարող Աստված այս օրենքը բնության մեջ դրել է, եւ սա փոփոխության ենթակա չէ։ Եվ ամեն բան իր կարգով նախ պիտի սերմանես, ցանես, որ հետո հնձես։ Չես կարող ասել, չէ, սկզբից ես հնձելն եմ ուզում։ Պիտի սերմանես, որ հնձես։ Սուրբ գրքում սերմանել
կամ ցանել բառը օգտագործված է 108 անգամ, իսկ հնձել բառը 52 անգամ։ Մենք առիթը չենք ունենա, մեր ժամանակը չի բավականացնի, որ բոլոր օրինակները դիտարկենք, շատ տարբեր տեղամասերի կամ կյանքի ոլորտների մասին է գրվածը, սակայն վերջնական հաշվով գալիս ենք նույն եզրակացության, ինչ որ սերմանես, այն էլ պիտի հնձես։ Մի քանի համարներ դիտարկենք ընդհանուր սկզբունքը լավ հասկանալու համար։ Սաղմոս 126-ի 5 և 6 համարները։ Նրանք, որ արցունքով կցանեն, ցնծությունով պիտի հնձեն։ Գյուղացին ցանում է, քրտինք արյուն է թափում, ինչ մեծ դժվարություններ, ֆինանսական ներդրումներ է անում։ Այն հույսով, որ մի օր պիտի հնձի, մի օր դրա արդյունքը պիտի ունենա։ Նա, որ լալով կերթա, ցանելու սերմ տանելով, անշուշտ ցնծությամբ ետ պիտի դառնա, իր ցորենի խուրձերը բերելով։ Աստված է հռչակում այս բանը։ Ուրեմն սկզբունքը ցանել, սերմանել, հետո հնձել։ Հոբ 4:8 համար, Ջոբ։ Ինչպես տեսա, անօրություն հերկողները, փլո անգլերենով, հերկելը գիտեք, ցանելուն նախորդող մի գործընթաց է, նախ հերկում են դաշտը, մեջ եղած քարերն են հանում, մոլախոտերն են հեռացնում, որպեսզի ցանեն։ Ու անիրավություն ցանողները նույնը կհնձեն։ Անիրավություն սերմանեց, նույնը պիտի հնձի։ Սակայն այդպես չենք տեսնում։ Մարդիկ անօրություն ցանում են, լավ էլ հնձում են։ Հավատանք Աստծո խոսքին, թե չէ։ Անշուշտ 100%-ով։ Մի նայեք պարագաները, իրավիճակները։ Մի օր կգա, որ կտեսնեք Աստծո խոսքը ճշմարիտ է եւ իրական է, 100%-ով է։ Նա, որ անօրությամբ սերմանում է, մի օր երբ որ բռնվի, ունեցած չունեցածը վաճառի փաստաբաններին տալու համար, այն ժամանակ կտեսնեք այս խոսքի ճշմարտությունը։ Բայց երրորդ աշխարհի երկրներում անում են ու չեն էլ բռնվում, որովհետև այդ ովքեր որ պիտի բռնեն, նրանք էլ են անում։ Այս կյանքի մեջ էլ, եթե նրանք պատիժը չառնեն, Աստծո առջև պիտի կանգնեն դատաստանի օրը եւ պատասխան պիտի տան։ Առակաց 11-րդ գլուխ, Proverbs 18-19 համարները։ Չար մարդը սնոտի գործ կգործե, բայց արդարություն ցանողը, սա ինչ արդարություն է, մարդկային արդարություն չկա։ Աստվածային արդարությունը, որ Քրիստոս է, ցանողը ապահով վարձ կունենա։ Ինչպես որ արդարությունը կյանքի կառաջնորդ է, նույնպես չարության հետևողը իր մահվանը կերթա։ Այնպես որ ով ինչ ցանում է, վերջավորությամբ այն էլ պիտի հնձի։ Այս համարները բերում ենք, որ ընդհանուր երևույթը կարողանան քննել, սկզբունքը հասկանալ։ Օվսիայի մարգարեություն Հոզեա 10-րդ գլուխ 12-13 համարները։ Ձեզ արդարությունով ցանեք ու ողորմությունով հնձեք, չմշակված երկիրը հերկեցեք, քանզի Տերը փնտրելու ատենն է, միջև ինքը գա եւ ձեր վրա արդարություն տեղացնե։ Ամբարշտությամբ ցանեցիք միջև հիմա ու անօրություն հնձեցիք։ Ստությամբ պտուղը կերաք, քանզի դուք ձեր կուրքերուն եւ մարտիկներուն ապավինեցիք։ Բայց եթե Աստծո սկզբունքով գնայր, անօրություն չէր ցանի, վերջավորությունն էլ դա չէր հնձի։ Ժողովող Էկլիսիաստիս 11-րդ գլուխ 4 համար։ Հովը քամին դիտողը չի կարող ցանել։ Եթե նայում է, որ պիտի ցանի, բայց
քամի կա, այդ քամին միշտ էլ կա, նա չի դադարի, եթե պիտի սպասես, որ դադարի հետո ցանես, չցանեցիր հաստատ, ու ամպերին նայողը չի կարող հնձել, նայեմ տեսնեմ, նպաստավոր է պայմանը, թե ոչ, գյուղատնտեսության մեջ այդպիսի բան չկա, ով որ ցանում է, տարբեր եղանակային պայմաններում է անում և նաև հնձելուց էլ չի նայում, անձրև է, քամի է, ինչ է, ժամանակը եկել է։ Այս սկզբունքի վրա հաստատված Պողոս առաքյալը գաղատացիների թուղթը գրեց, Սուրբ Հոգով ներշնչված, և այս թղթի հիմնական թիրախը ապացուցել, որ օրենքի գործերով մեկը չի կարող արդանալ և փրկվել։ Դա մենք կարդում ենք Գաղատացիս 2-րդ գլուխ և 16 համարում։ Գիտենալով, վստահ հասկանալով, թե մարդ օրենքի գործերով չի կարող արդանալ, հապա Հիսուս Քրիստոսի հավատքով։ Մենք էլ Քրիստոս Հիսուսին հավատացինք, որպեսզի արդարանանք Քրիստոսի հավատքով և ոչ թե օրենքի գործերով, որովհետև օրենքի գործերով ոչ ոք չի կարող արդարանալ, որովհետև օրենքը պահանջում է մարդկային գործ, ջանք, այս բանը պիտի անես, այս բանը չպիտի անես, և մարդիկ աշխատում են, Աստծո առջև հաճելի գտնվեն, իրենց մարդկային կարողություններով, ջանքերով, սա ձախողված ճանապարհ է, սիրելիներ, սա կրոն է։ Բայց 5-րդ գլուխ 16 համար ասում է. հոգով քայլեք, այսինքն առաջնորդվեք, հոգին սերմանեք ու մարմնի գործերը պիտի չկատարեք։ Երկու բնություն կա և սրանք երկուսն էլ իրար հակառակ են։ Աստվածայինը և Ադամի բնությունը խիստ հակառակ են։ Երկու տարբեր բևեռներ են և անկարելի է, որ այս երկու բնությունը կարողանան իրար հետ մեկտեղ քայլել, անհամատեղելի են։ Մենք ևս մեկ անգամ կարդանք 6-րդ գլխի 8 համարը, որտեղ սրա վրա պիտի ծանրանանք։ Ինչ որ մարդը սերմանում է, նույնը պիտի հնձե։ Նա որ իր մարմնին կսերմանե, այդ մարմնից ապականություն պիտի հնձե, և նա որ հոգուն կսերմանե, այդ հոգից հավիտենական կյանք։ Աշխարհի մարդիկ ապրում են իբրև միայն մարմին։ Մարմնի ցանկությունները, պահանջները, ստամոքսը, և Աստծո խոսքը ասում է, իրենց Աստվածը իրենց ստամոքսն է, որ միայն երկրավոր բաների վրա են մտածում, զվարճություններ, մարմնի ցանկություններ, բավարարեն, իրենց համար կյանքը սա է։ Եվ սերմանում են ադամական մեղավոր բնությանը, ինչ պիտի հնձեն, ասվեց Աստծո խոսքի մեջ, ապականություն, corruption, և այդտեղ չի կանգնում, սրա հետևում մահն է, և այնտեղ էլ չի վերջանում, որտև ոչնչացում չկա, մարդը մեռնում է, իր մարմինն է կորցնում, դրանից հետո գալիս է այս կյանքի մեջ ապրածի հետևանքը քաշելը, այն որ անօրենությամբ սերմանեցին, ցանեցին, եթե այս կյանքի մեջ էլ չհնձեն, հավիտենականության մեջ պիտի հնձեն, դրա արդյունքը։ Հիտլերը 50 միլիոն մարդու մահվան պատճառ եղավ, մեռավ ու գնաց, հենց այդպես ոչնչացավ։ Հիտլերը ներկայիս դժոխքի մեջ ցավ ու տառապանք տանջանք է քաշում, և երբ որ ճերմակ աթոռի առջև կանգնի Աստծո դատաստանի առջև, իր կատարածների այդ թափված արյան պատիժը պիտի կրի, որովհետև Աստված արդար է իր դատաստանների մեջ։ Նույն ձևով երիտ թուրքերը, Սուլթան Համիդը, Ստալինը և այսպիսի արունարբու դիկտատորներ, ովքեր որ պատճառ եղան միլիոնավոր մարդկանց մահվան, նրանք էլ իրենց դատաստանը, իրենց պատիժը պիտի կրեն։ Եվ նաև նրանք, ովքեր որ այսպիսի բաներ չարեցին, սակայն ապրեցին իբրև միայն մարմին,
ապականություն սերմանեցին, ապականություն էլ պիտի հնձեն, որովհետև կենթանացնող բնությանը հաղորդ չեղան, Սուրբ Հոգին չունեցան։ Իրենց ունեցած բնությունը, Ադամի բնությունը հետևյալն է։ Գաղատացիս 5-րդ գլուխ 19 համարից մինչև 21 համարները։ Արդ մարմնի գործերը, այսինքն Ադամի բնությունը հետևյալն է. շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակտություններ, բաժանումներ, չար նայվածքներ, մարդասպանություններ, գինովություններ, անառակություններ եւ ինչ որ սրանց նման են եւ մասամբ նորին, այսպիսի բաներ, շատ տարատեսակներ մարդու մեջ է գտնվում։ Այո, դու մեկին տեսնում ես շատ քաղաքակիրթ է եւ բարեհամբույր է եւ լավ վարվեցողություն ունի քեզ հետ, սակայն իմացիր, որ ադամական բնությունը նրա մեջ էլ կա եւ փորձվիր նրա անձին որևէ ձևով դիպնես, այն ժամանակ կտեսնես իր մեջ եղած բնությունը, քո կարծիքը նրա մասին ամբողջությամբ կփոխվի։ Իսկ Սուրբ Հոգու պտուղը, որ հավատացյալը ստանում է հավատքով, 22 համարը, բայց Հոգու պտուղը սա է. սեր, խնդություն, խաղաղություն, երկայնմտություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուշկալություն, այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Բայց հիմա դու ասում ես, որ ես գիտեմ մարդիկ, որոնք եկեղեցի չեն գնում, հավատացյալ չեն, բայց շատ սիրով են, շատ խաղաղ են, հեզ են, շատ բարի են։ Դա միայն արտաքին կերպարանք է։ Բայց իրականության մեջ Ադամի ցուցաբերած որակները եւ Աստծո խոսքի մեջ գրվածը սարեր, ձորերի տարբերություն կա։ Աստվածային սերը առանց պայմանի է։ Մարդկային սերը պայմանավորված է։ Ինձ կսիրես, ես էլ քեզ կսիրեմ։ Եթե ինձ չսիրես, ես էլ քեզ չեմ սիրի։ Какой привет, такой ответ։ Ինչպես ինձ հետ վարվես, այնպես էլ ես քեզ հետ կվարվեմ։ Բայց Աստծո սերը տարբեր մի բան է, անհամեմատելի մի բան է։ Տեր Հիսուս հետևյալը սովորեցրեց եւ կարդում ենք այն Հովանու 12-րդ գլուխ 24-25 համարում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատը հողի մեջ ընկնելով չմեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ արդյունք կբերե։ Հատիկը գցում են հողի մեջ, մենք չգիտենք ինչ է կատարում, Աստված բնութագրում է, որ այդ հատը մեռնում է, բայց մեջը կյանք կա։ Դրանից ցողուն է դուրս գալիս եւ նրա վրա բազմաթիվ հատեր կան։ Նա որ իր անձը կսիրե, պիտի կորցնի այն, եւ նա որ իր անձը աշխարհի մեջ կատե, հավիտենական կյանքի համար այն պիտի պահի։ Ուրեմն խոսվածը հավիտենական կյանքի համար է։ Մեր մարմինը պիտի գնա գերեզման, բայց կյանքը մեր մեջ է։ Մարմինն ես միայն կորցնում։ Պողոս առաքյալը հավելյալ բացատրություններ է տալիս Կորինթացիներին գրված նամակում։ Առաջին Կորինթացիս 15-րդ գլուխ 36-37 համարները։ Անմիտ այն, որ դու կսերմանես, հողի մեջ կգցես։ Եթե չմեռնի, չի կենդանանա։ Այն, որ կսերմանես, ոչ թե այն մարմինը, որ պիտի բուսնի կսերմանես, հապա մերկ հատը ցորենի կամ ուրիշ սերմի։ Եվ Աստված նրան մարմին կտա ինչպես կուզե, եւ ամեն մեկ սերմին իր հատուկ մարմինը։ Կարդանք նաեւ 42-ից 44 համարները։ Մարմինը ապականությունով կգնա գերեզման, կսերմանվի, եւ անապականությունով հարություն կառնե, անարգությունով կսերմանվի եւ փառքով հարություն կառնե, տկարությունով կսերմանվի եւ զորությունով հարություն կառնե, կսերմանվի շնչավոր մարմին, սա այս մեղավոր մարմինն է, և
Հարություն կառնի հոգևոր մարմին, շնչավոր մարմին կա, հոգևոր մարմին էլ կա։ Բայց որտեղից է սկսում այս ամենը։ Սկսում է հետևյալից Հակոբոս Ջեյմս առաջի գլուխ 21 համար։ Ամեն աղտեղություն, որ բնորոշ է Ադամին, եւ չարություն մի կողմ թողնելով, հեզությամբ ընդունեք ձեր մեջ սերմանված սերմը, որ է Աստծո խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել։ Ինչպես է դա տեղի ունենում։ Սերմը ցանվում է խոսքի միջոցով։ Լսողը այն հոժարությամբ, խոնարհությամբ ընդունում է եւ իր մեջ գալով նոր ծնունդ է տալիս։ Մեկը դառնում է born again, իրական քրիստոնյա, իրական հավատացյալ։ Եվ Տեր Հիսուս ասաց. եթե հոգուց, երկնքից, Աստծո խոսքից չծնվեք, չեք կարող Աստծո թագավորությունը մտնել, սա պայման է։ Այնպես որ երկար տարիներ քրիստոնյա է, եկեղեցի է գնում, հավատքի գործեր է արել, բայց եթե իր սիրտը փոխված չէ, նոր բնությանը հաղորդ չէ, պարապ է այդ ամենը, որտև հարություն տվողը հոգին է, այն հոգին, որ Քրիստոսին մեռելներից հարուցանեց, մեզ էլ հարություն առնել պիտի տա, բայց եթե մեկը Աստծո հոգին չունի, ինչպես պիտի հարություն առնի։ Հոգուն սերմանել նշանակում է արդյունքը հնձել։ Մեծագույնը հավիտենական կյանքն է, որ Աստված խոստացավ։ Բայց նաև հավատքի կյանքի մեջ շատ կարևոր բաներ կան եւ հոգուն սերմանել նշանակում է հետևել Սուրբ Հոգու առաջնորդությանը։ Հոգուն սերմանել նշանակում է հնազանդվել Աստծո կամքին, իսկ կամքը ճանաչելու համար պիտի իմանալ այդ կամքը, պետք է Աստծո խոսքը կարդալ։ Հոգուն սերմանել նշանակում է հետևել եւ գործնականում կիրառության դնել Աստծո խոսքը։ Հոգուն սերմանել նշանակում է ապրել սրբության կյանքը, որին ամեն հավատացյալ կանչված է։ Քրիստոսի մեջ այդ սրբությունը կատարելապես ունենք, բայց նաև գործնական կյանքի մեջ կարևոր է, որ մենք այդ սրբությունը կատարելագործենք, որ պիտի լինի ապացույցը անձնավորության, որ ինքը իրապես Աստծուն է պատկանում։ Ինչպես մեր մեջ սերմանվեց Աստծո խոսքը եւ մենք խոնարհեցինք, հնազանդեցինք, այդ խոսքը ընդունեցինք եւ Աստված մեր մեջ նոր ծնունդ տվեց, Աստված սիրելիներ նաև մեզ կանչում է, որ իր զավակները իր հոգևոր դաշտի մեջ լինեն սերմնացաններ։ Մենք էլ այդ սերմը ցանենք։ Առատությամբ ցանիր, ջրի, այլ կերպ ասած հոգ տար եւ աճեցնելը ում գործն է, Աստծո գործն է։ Ցավոք սրտի պիտի ասենք, որ որոշ հավատացյալներ այս պաշտոնն են իրենց վրա վերցնում, ասելով, որ ապաշխարացրեցի։ Դու ապաշխարացրիր։ Ուրեմն Աստված չարավ այդ բանը, ուրեմն դրա հետևում Սուրբ Հոգին չի գործում։ Եվ դու նաև դառնում ես այդ պահին, այդ անձնավորության ընկնելու, գայթակղվելու կամ կորուստի պատճառը, որտեղ նրան համոզում ես տալիս, որ դու ապաշխարեցիր, Աստծուն ես պատկանում։ Մեր գործը ցանելն է։ Եթե կարող ես հոգ տանել, տար, սակայն աճեցնողը Աստված է։ Ես լսել եմ այսպիսի խոսք, ես ուր գնամ, որ մարդիկ չապաշխարեն։ Նշանակում է, որ քո անձիդ վրա այնպիսի համարում ունես, որ եթե դու խոսես, անկարելի բան է, որ մարդիկ չապաշխարեն։ Սերմնացանը ելավ սերմ ցանելու։ Եվ ցանեց, եւ դրանք ընկան 4 տարբեր միջավայրերի մեջ, եւ դրանցից միայն մեկն էր, որ պարարթող էր, եւ այնտեղ այդ սերմը պտուղ տվեց, մնացած 3-ը անպտուղ մնացին։ Մենք պիտի ցանենք, մնացածը Աստծո գործն է,
Ճիշտ է, որ գրված է, Աստված ասում է, իմ խոսքս ինձ պարապի չի դառնալու։ Շատ ճիշտ է։ Ոմանց պիտի ծառայի փրկության համար, ոմանց էլ դատապարտության համար։ Դատաստանի օրը Աստված պիտի ասի, այսինչ անձնավորությունը քեզ Աստծո խոսքը խոսեց եւ դու հեգնեցիր, դու ծաղրեցիր այդ խոսքը եւ չընդունեցիր։ Կորինթացիներին գրված նամակի առաջին նամակի 3-րդ գլուխ եւ 6-8 համարներում կարդում ենք. Պողոս առաքյալ հետևյալն է ասում. Ես տնկեցի, Ապողոս ջուր տվեց, բայց Աստված աճեցրեց։ Ուստի ոչ տնկողը մի բան է, ոչ էլ ջուր տվողը, հապա Աստված, որ աճեցրեց։ Տնկողը ու ջուր տվողը մեկ են եւ ամեն մեկը իր վարձքը պիտի առնեն իրենց աշխատության չափով։ Աստված է աճեցնողը։ Եվ բոլոր կրեդիտները Աստծուն է գնում։ Դա մեր սրբազան պարտականությունն է, որ Քրիստոսը աշխարհին ներկայացնենք։ Բա ինչպես են կոչվում աշխարհի լույսը։ Մենք մեզանից լույս չունենք։ Այդ լույսը Քրիստոսից է գալիս, մարդկանց առջև ենք հանում, ասելով որ Հիսուս փրկիչ եւ Տեր է։ Եթե նրան ընդունես, քո մեղքերի թողություն կլինի եւ հավիտենական կյանք կունենաս։ Եթե մերժես, Հիսուս քո դատավորդ պիտի լինի եւ նրա ձեռքից ազատվել չի հնարավոր չէ, որովհետեւ Հիսուսի դատավճիռը պիտի լինի։ Այս կյանքի մեջ դու ինձ ուրացար, ես էլ հոր առջև եմ ուրանում եւ քեզ հավիտենական դատապարտություն է սպասում։ Նույն գլխում 3-րդ գլուխն է 11-15 համարներում հետևյալն է կարդում. Վասնզի մեկ ուրիշ հիմք չի կարող դնել դրվածից զատ, որ է Հիսուս Քրիստոս։ Եթե մեկ այս հիմի վրա շինի եւ գործածի ոսկի արծաթ պատվական քարեր, փայտ խոտ եղեք, ամեն մեկի գործը հայտնի պիտի լինի, քանզի օրը Երևան պիտի անե։ Վասնզի կրակով պիտի հայտնվի եւ ամեն մեկին գործին ինչ տեսակ լինելը կրակը պիտի փորձե եւ այդ կրակը Աստծո խոսքն է։ Ով ինչ ցանի, այն պիտի հնձի։ Եթե հոգի ցանենք, հոգու գործերը պիտի հնձենք, եթե մարմնի ցանենք կամ անձի ցանենք, անձի գործերը պիտի հնձենք։ Բայց միթե հոգեվոր կյանքի մեջ հնարավոր է անձից ցանել կամ մարմնից։ Այո, երբ որ շարժառիթները սխալ են, երբ որ արվածը ծառայում է մարդու փառքին եւ ոչ թե Աստծո փառքին, երբ որ արվածի մեջ ընդհանուր հոգեվոր շինություն չկա, այս բոլոր անձի գործեր են եւ Աստված դրանք որակում է որպես փայտ խոտ եղեք, որոնք դատաստանի օրը, գործերի քննության օրը պիտի այրվեն։ Դրանց որպես արդյունք չես կարող հնձել, այսինքն վարձատրություն չկա Տիրոջ կողմից։ Սակայն հոգուց սերմանածը իր պտուղն է տալիս։ Եթե մի բան անում ես անշահախնդիր ձևով, նվիրումով Հիսուսի փառքի համար, անձնազոհությամբ, ընդհանուր շահի համար, եւ այդ ամեն բաները սիրով շաղախված են, դրանք են ոսկին, արծաթը, պատվական քարերը, որոնց համար Աստված վարձատրություն պիտի անի։ Փիլիպեցիս 2-րդ գլուխ եւ 3 համարում կարդում ենք. որևէ բան գրգռությունով, այսինքն selfish ambitions, հայերենով անձնական տենչ կամ փառասիրությամբ մի արեք, կամ էլ սնապարտությամբ մի արեք։ Ինչ է սնապարտությունը։ Սնոտի տեղը, պարապ տեղը պարծենալ, հապա խոնարհությունով մեկս մեկ ձեր անձերից լավ սեպեցեք։ Ուրեմն սկզբունքը չենք մոռանում, սիրելիներ, նախ սերմանում ենք, հետո էլ հնձում ենք։ Ինչ որ սերմանենք, դրան համապատասխան պիտի հնձենք։ Երբ որ
խնձորի տունկ են տնկում, երբեք չեն ակնկալում, որ դրանից պիտի բանան քաղեն, ոչ էլ երբ որ լոլիկի սերմն է սերմանում, չսպասես, որ սմբուկ քաղես, ինչ որ սերմանես, այն էլ պիտի քաղես, ուրեմն Աստծո խոսքը սերմանելը մեր սրբազան պարտականությունն է, մեր կարողացածի, մեզ տրվածի չափով այն պիտի անենք, դրանից հետո ամենապահանջված բանը, որ մենք սերմանենք, սերներ, դա Աստծո սերն է, Աստծո այդ հիանալի սերը, հավատքը և հույսը մի օր պիտի դադարեն, երբ որ այս կյանքից դուրս գանք, էլ պետքություն չկա հավատալու, որովհետև արդեն տեսնում ենք, հուսալու էլ պետքություն չկա, միակ բանը, որ պիտի մնա, Աստծո սերն է, հավիտյանս հավիտենից, սեր ցանի և այն պիտի հնձես, թերևս ոմանք հիմա հակառակվեցին ասելով, որ բայց սեր ենք ցանում մենք, փոխարենը ատելություն, հեգնանք, թշնամություն, արհամարանք ենք ստանում, եթե դու գտնվում ես մի միջավայրում, լինի դա ընտանեկան միջավայր, կամ աշխատանքային միջավայր, կամ ուրիշ մեկ տեղ, որ դու պարտավորված ես այնտեղ գտնվելու, կյանքի իրավիճակների բերումով այնտեղ ես հայտնված, շարունակիր այդ սերմը ցանել, որ է սերը, Աստծո սերը, և երբեք մի սպասիր, որ մարդկանց կողմից այն հնձես, որովհետև Աստված է, որ այդ հունձքը քեզ պիտի տա, թերևս այդ սերը ցանելով դու պատճառ պիտի լինես մի քանիսի սրտի շարժվելուն, որ նրանք էլ Քրիստոսին գան, այնպես որ մինչև հիմա ինչպես եկար, այդպես էլ շարունակիր, չլինի որ ցանենք ատելություն, կռիվ, գժտություն, թշնամություն, սա զգուշացում է Աստծո կողմից, Աստծուն փառք եմ տալիս իմ սիրով լեցված եղբայրների և քույրերի համար, ովքեր որ իրապես այդ սերը ցանում են, կա երկրորդ կարծիք, տեսնենք կա, եթե լինի այդ անձնավորության պրոբլեմն է, այս եկեղեցին Աստծո սիրո վրա է հիմնված և այդպես էլ պիտի շարունակենք մինչև Տիրոջ գալուստը, սակայն զգուշացումներ միշտ պիտի բերենք, որ զգուշ լինենք, սատանան քնած չի և նա շատ խորամանկ է, նա կարող է մեր անձերին դրդել, հետևաբար միշտ արթուն պիտի լինենք, սիրո մեջ ամեն բան ծածկվում է, կարդանք Առակաց Proverbs 16-րդ գլուխը, ներողություն, Առակաց 6-րդ գլուխի և 16 համարը, Տերը 6 բանից զզվում է ու նրա հոգու առջև 7 բան պիղծ են, անբարտավան աչքեր, ստախոս լեզու, անմեղ արյուն թափող ձեռքեր, չար խորհուրդ հնարող սիրտ, չարություն անելու համար շուտ վազող ոտքեր, ստություն խոսող անիրավ վկա ու եղբայրների մեջ կռիվ ցանող մարդ, ատելությամբ լեցված բանսարկու փուչիկ, ատելություն սարսափելի է սա, ինչ որ ցանես, այն պիտի հնձես, որովհետև Աստծո խոսքը բումերանգի նման կարող է հարվածել, գիտեք բումերանգը ինչ է, չէ՞, հա? Այն ուրեմն կեռ փայտե մահակ է, որ առաջի անգամ Ավստրալիայի աբորիգեններն են, որպես որսորդական զենք են գործածել, նետում են կենդանուն հարվածելու համար, բայց հաճախ հետ է գալիս և իրենց է զարկում։ Ինչ որ ցանես, այն պիտի հնձես, եթե կռիվ, թշնամանք, ատելություն ես ցանում, մի օր քեզ պիտի դառնա։ Մի ասա, որ տարիներ արվեց ու ոչ մի բան էլ չեղավ։ Օրերից մի օր այն քեզ պիտի դառնա։ Հակոբոս առաքյալ հետևյալն է գրում, 3-րդ գլուխ 18 համար, արդարության պտուղը, արդյունքը,
խաղությամբ կսերմանվի, այսինքն կցանվի նրանց, ովքեր որ խաղություն են անում։ Խաղություն արա եւ դրա պտուղը պիտի ընդունես։ Արդարությամբ վարվիր եւ այդ արդարությունը Աստված քո առջևդ պիտի բերի։ Աստծո խոսքը ասում է. քո հացդ ջրերին նետի եւ մի օր քո առջևդ պիտի գա։ Լավ։ Այդ դեպքում հնձելը reaping Եվ պիտի հնձվի, եւ պիտի հավաքվի, ախր ուշանում է, մարդը միշտ տապող է, չէ։ Այսքան տարի այդպես վարվեցինք, արդյունքը չենք տեսնում։ Չմոռանանք, ժամանակը սահմանում է Աստված եւ ոչ թե մարդ։ Եվ մեր ուզելով չէ, այլ Աստծո ուզելով է։ Հակոբոս Առաքյալ այդ կապակցությամբ հետեւյալն է գրում, Հակոբոս 5-րդ գլուխն է սա։ 7-ից 7 համարները։ Ուստի համբերող եղեք, եղբայրներ, միջև Տիրոջ գալուստը, արդ, երկրագործը կսպասե երկրի պատվական պտուղին, անոր համար համբերելով, միջև առաջին եւ վերջին անձրևը առնի։ Ուրեմն ժամանակ է պետք, չէ, որ այդ պտուղը հասունանա։ Պիտի սպասենք, հասունացմանը պիտի սպասենք, որպեսզի այն հնձենք, որպեսզի այն քաղենք։ Դուք էլ համբերություն ունեցեք, սրտերնիդ հաստատ բռնելով, վասնզի Տիրոջ գալուստը մոտ է, փակ Տիրոջը։ Աստծո խոսքը սիրելիներ մեզ վկայում է, որ մենք Քրիստոսի արյան գնով ծախու առնվեցինք եւ այլևս մեր անձերի տերը չենք, մենք մեզ չենք պատկանում, այլ մենք պատկանում ենք Տիրոջը։ Եթե Տիրոջը պատկանում ենք, մենք ամեն օր պիտի փնտրենք եւ սովորենք, որպեսզի հասկանանք, թե Տերը մեզանից ինչ է պահանջում, մենք ինչպես պիտի ապրենք, ինչպես պիտի քայլենք։ Այս երկրավոր կյանքը շատ կարճ է։ Եթե դիտարկենք 70 տարին, որ Աստված այդպես է ասում, մարդու կյանքի օրերը 70 են։ Ոմանց Աստված նվեր է տալիս 70-ից ավել են ապրում, 80-90, ոմանք ավելի շուտ են այս կյանքից հեռանում, 70 տարին քննենք, 840 ամիս է։ Դե հիշեք ամսվա սկիզբը եւ վերջը, աշկդ փակում, բացում ես, ամիսը չկա։ Այդ տարիները այնքան շուտ կանցնեն, շատ շուտ։ Դրա համար Աստված ուզում է, որ մենք արդյունավետ, այսինքն productive ժամանակ սերմանենք, որպեսզի դրա արդյունքը հնձենք, այլ կերպ ասած, ժամանակը ծախու առնենք։ Պաշտամունք, փառաբանություն, սուրբ գրային սերտողություններ, հոգևոր հավաքույթներ, Աստծո խոսքի ընթերցանությունը եւ այդ խոսքը շարունակաբար լսելը, մենք չբավարարվենք, մեկ անգամ լսեցինք, վերջացավ։ Շարունակաբար լսենք այդ խոսքը, մեր մեջ լավ թող սերմանվի, սեփականացնենք, մերը դառնա։ Եվ սրա հետ մեկտեղ նաեւ աղոթքին բավական ժամ տրամադրենք։ Եվ սա պետք է լինի հավատացյալի սրտի ամենափափագելի բանը։ Դե հիմա այս նշված բաները վերցնենք եւ ամեն մեկս մեր կյանքը քննենք։ Ամեն մեկի մեջ մենք որտեղ ենք, մենք փնտրում ենք Աստծո ներկայությունը, մենք հոգևորը փնտրում ենք, թե մաննավոր աշխարհի գործերը մեզ համար ավելի կարևոր են։ Հոգևոր կյանքը պետք է լինի ապրելաձև, lifestyle։ Հոգևոր կյանքը հպանցիկ անցնող մի բան չի։ Ես իմ կյանքս ունեմ, իմ ուզած ձևով, մի կիրակի էլ գնում եմ պաշտամունք քսանում եմ, բավարար է։ Ոչ շաբաթվա մյուս օրերը, քո ժամերդ, որ պարապի անցնում են, այս կյանքը մի փոր հաց է, քննեք տեսեք, մի փոր հաց է, մի քիչ լավ կամ վատ որակյալ կամ անորակ, ինչ ուզում է լինի, դա է։ Ինչ որ մենք սերմանում ենք այս կյանքի մեջ, հոգևորի մեջ, այն է, որ պիտի հնձենք։ Հետևաբար հոգևոր կյանքը շատ լուրջ կյանք է։ Մատերիալանքով չենք կարող նայել եւ անցնել։
Դե օրերը անցնում են, կարևորը Հիսուսին հավատում եմ, հավիտենական կյանք են խոստացված եւ վերջ։ Այստեղից է սկսվում ամեն բան։ Այն ինչ որ հոգուն սերմանենք, այն պիտի հնձենք։ Եվ եթե մենք շարժվենք այս սկզբունքով, առաջ հոգևորը, հետո մարմնավորը, փնտրենք Աստծո ներկայությունը, ամեն առիթ գործածենք։ Այդ ժամանակ մենք կունենանք հոգևոր աճ եւ մարմնավորից հոգևորին կվերափոխվենք, transformation կլինի։ Աստծո խոսքը ասում է հոգիով մարմնի գործերը, այսինքն մեղքը սպանեք։ Եթե մենք հոգևոր ընթացք չունենք, ինչպես կարող ենք այդ մեղքի դեմ պայքարել եւ մեղքը սպանել։ Չենք կարող, մեղքը կսկսի մեր վրա իշխել։ Նաեւ սերմանենք մեր տաղանդները, մեր ընդունակությունները, այդ ամենը ծառայեցնելով Աստծո փառքին։ Ցանելու եւ հնձելու այս սկզբունքը նաեւ մի ուրիշ տեղամասում է գործածվում կամ ոլորտում, սֆերայում, ինչպես կուզեք, եւ մենք միշտ շատ զգուշավոր ենք այս հարցում, որովհետեւ սա շատ նուրբ եւ զգայուն տեղամաս է եւ ջանում ենք այս մասին շատ չխոսել։ Հարյուրավոր քարոզախոսություններ կա, գնացեք քննեք, տեսեք։ Այս նյութով եթե 2 անգամ խոսած լինենք լավ է։ Մենք միշտ տեղ ենք թողում Սուրբ Հոգուն, որ Սուրբ Հոգին ներգործի այս տեղամասում, որովհետև սա շատ նուրբ մի տեղամաս է։ Կարդանք 2 Կորինթացիս 9-րդ գլխի 6-9 համարները։ Բայց սա ձեզ կիմացնեմ, նա որ խնայելով կսերմանի, խնայելով պիտի հնձե, եւ նա որ առատությունով կսերմանի, առատությունով պիտի հնձե, ամեն մեկը ինչպես իր սրտով կհոժարի, թող այնպես տա, ոչ թե տրտմությամբ կամ ստիպմամբ, որովհետև Աստված հոժարական տվողին է սիրում։ Բայց կարող է Աստված բոլոր շնորհքները ձեզ տալ, որպեսզի ամեն բանի մեջ, ամեն ատեն, բոլոր ձեզ պետք եղած ունենալով, բարի գործեք առատությամբ։ Ինչպես գրված է, տարածեց եւ աղքատներին տվեց, նրա արդարությունը հավիտյան կմնա։ Եվ նա, որ սերմ ցանողին սերմ կպարգևե եւ կերակուրի համար հաց, ձեզ սերմանելիք պիտի պարգևե եւ ավելացնե։ Ու ձեր արդարության պտուղը շատացնի, որպեսզի ամեն բանի մեջ հարստանաք տալով, ամեն կերպ առատությունով, որ մեր ձեռքով պիտի մղե գոհություն տալ Աստծո։ Ուրեմն սա նյութականին է վերաբերում եւ գիտեք, մենք մշտապես թողնում ենք սա, որպեսզի Սուրբ Հոգին ներգործի։ Սակայն այսօրվա մեր նյութի հետ խիստ առնչված է, հետևաբար քննում ենք նաև այս նյութը։ Այստեղ ուրեմն ինչ տեսանք։ Հոժար սրտով, սիրով, ուրախությամբ պիտի տրվի։ Բայց եթե մարդկանց սկսեն պարտադրանքի տակ դնել, տասանորդը նոր կտականի պատվիրան չէ, վերաբերում է օրենքին, որ հին ուխտի մեջ էր, և նորի մեջ այն մենք չենք կարող վերցնել։ Հետևաբար տասանորդ պարտադրելը մարդկանց մեջ բերում է տրտմություն, այն ստիպմամբ է լինում, մարդիկ սիրով չեն անում այդ բանը, և դրա վարձնել չեն առնում, բայց եթե մենք ուրախությամբ սերմանենք, սիրով, նվիրումով այդ բան անենք, Աստված էլ պիտի տա, որպեսզի մենք հնձենք և առատությամբ հնձենք, ինչպես որ սերմանես, այնպես էլ պիտի հնձես, եթե առատությամբ սերմանես, առատությամբ էլ կհնձես, մեր ունեցածի չափով, սա էլ որպես մի պայման է դրած։ Ինչ է կարծում սիրելիներ, Աստված մեր նյութականի կարոտն է, Աստված երկինք ու երկիր ստեղծեց, ամեն բաները իր ձեռքով եղան, դաշտի անասունները և ամեն բան իր ստեղծածն է,
ինքը կարոտ է մեր նյութականին։ Ոչ, սակայն Աստված ուզում է, որ այդ անելով մենք օրհնվենք, տալը շնորհք է։ Այդ անելով մենք մասնակից լինենք ավետանի Աստծո խոսքի տարածմանը, միջոց լինենք հոգիների փրկությանը։ Եվ այս բանի մեջ համոզողը եւ մղողը պիտի լինի միմիայն Սուրբ Հոգին։ Ղուկաս 6-րդ գլուխ եւ 38 համարում կարդում ենք. Տվեք եւ ձեզ պիտի տրվի աղեկ չափով, կողված, այսինքն պրեսեղած, սեղմված, որ ազատ տեղ չմնա։ Հետո ասում է ցնցված, որ ցնցում ես, գալիս է իր տեղը, չէ՞, սերմը ամեն բան։ Լեփլեցուն ձեզ պիտի տրվի։ Հետևաբար ամեն մարդ թող ինքը հետևություն անի, գրվածին հավատալ եւ հնազանդվել։ Ահա Աստծո խոսքի սկզբունքը։ Գրվածին հավատալ եւ այդտեղ չկանգնել, հնազանդվել նաեւ։ Թե կյանքի մեջ եւ թե հավիտենականության մեջ Տերը առատությամբ վարձահատույց պիտի լինի։ Մատթեոս 6-րդ գլխի 19-20 համարները բոլորը շատ լավ գիտեք։ Եկի վրա ձեզ գանձեր մի դիզեք, ուր ցեցը եւ ժանգը կապականեն, ուր գողերը պատը կծակեն եւ կգողանան։ Հապա ձեր գանձերը դիզեք երկնքում, ուր ոչ ցեցը, ոչ ժանգը կապականեն եւ ոչ գողերը պատը կծակեն եւ կգողանան։ Քանզի ձեր գանձը ուր որ է, սրտենիտել այնտեղ պիտի լինի։ Մենք որտեղ ենք մեր գանձերը դիզում, այս երկրի վրա պիտի կորցնենք։ Այո, Աստված օրհնել է, տվել է, փառք Աստծո, այդ օրհնությունը վայելի, սակայն մտածի, երկինք գնալուց հետո այնտեղ ինչ ունես, այստեղ պիտի սերմանես, այնտեղ հնձելու։ Թեև այս կյանքի մեջ էլ Աստված թույլ է տալիս եւ ճանապարհներ միջոցներ անում է, որ նաեւ այս կյանքի մեջ էլ հնձես, բայց հավիտենականության մեջ, առատությամբ, երկնային բանկում, երկնային դրամատներում մեր գանձերը դիզենք։ Գողը չի կարող գողանալ, ժանգը չի ապականի, ոչ էլ ցեցը։ Ինչ որ սերմանում ենք, ինչ որ տալիս ենք, այս սկզբունքը մեզ որդեգրենք, անում ենք Տիրոջ համար եւ ոչ թե մարդու, եթե մարդու համար լինի կորցրեցինք, բայց եթե Տիրոջ համար ենք անում, դրա վարձքը մենք պիտի ստանանք։ Եվ ուրեմն մեր կյանքի բոլոր ոլորտներում, ասպարեզներում մենք պետք է որ սերմանենք, ցանենք։ Մենք ջանանք, որ Սուրբ Հոգուց ցանենք։ Եթե մեր անձից կամ մարմնից ցանենք, ապականություն է դրա արդյունքը։ Բայց եթե հոգուց ենք ցանում, այդ հոգինը մենք պիտի քաղենք եւ մեր կյանքերի համար օգտակար պիտի լինի, մանավանդ հավիտենականության համար։ Սուրբ Հոգու պտուղը ցանենք, սերներ, սերը ցանենք Աստվածային։ Եվ պտուղը ներկայացնող այդ բոլոր առաքինությունները, խնդությունը, խաղությունը, հեզությունը, բարությունը, ժուշկալությունը ցանենք մեր ժամանակը, արդյունավետ ժամանակ, productive, եւ այն անցկացնենք հոգեվոր դաշտում, որպիսի Աստծո կողմից հնձենք լավագույնը։ Եթե այսօր այս պահին դու քննում ես քո կյանքդ եւ տեսնում ես, որ օրվա ժամերիդ մեծամասնությունը մաննավոր բաների վրա ես դու գործածում, այս խոսքերը թող խթան հանդիսանան, որպիսի ապրելաձևդ փոփոխության ենթարկես եւ ջանաս, որ Աստծո համար ավելի շատ ժամանակ դնես, հոգեվոր պաշտամունքներից չբացակայես, ջանաս հոգեվոր հավաքույթների մեջ գտնվել։ Տեր Հիսուս ասաց, իմ անունովս 2-3 հոգի հավաքվեն, ես այնտեղ եմ։ Աստծո խոսքը կարդա, առատությամբ կարդա, Աստծո խոսքը լսիր, մշտապես լսիր,
Մեկ անգամից ավելի լսիր, որովհետև երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ քեզ համար հայտնաբերում ես բաներ, որ առաջի անգամ չէիր հասկացել։ Եվ այդ խոսքը, որքան որ սերմանվում է քո մեջ, այնքան ավելի պտուղ է տալիս, ամրանում է քո մեջդ, քո սեփականությունդ է դառնում։ Ի վերջո Աստված ուզում է, որ մենք հոգևոր հավատացյալներ լինենք եւ ոչ թե մարմնավոր։ Իսկ դրա համար պետք է, որ մենք հոգևոր աճ ունենանք եւ մեր կյանքերը վերափոխվեն, տրանսֆորմացիայի ենթարկվեն։ Ուրեմն մեր ժամանակը, մեր տաղանդները, մեր կարողությունները, մեր ամբողջ կյանքը Աստծո փառքի համար սերմանենք եւ Աստծո որոշած ժամանակի մեջ էլ պիտի հնձենք առատությամբ։ Իսկ սրանցից ամենամեծագույնը, որ մենք պիտի հնձենք, դա հավիտենական կյանքն է Տեր Հիսուսի սուրբ երրորդության հետ հավիտյանս հավիտենից։ Մենք բոլորս այս հույսով ենք ապրում։ Եթե կա այստեղ մեկը կամ մեր հեռուստադիտողների մեջ գիտենք շատերը, որ հավիտենական կյանքի հույսը չունեն, այս պահին ժամանակն է եւ նրանք կարող են ունենալ այդ բանը, որովհետեւ փրկությունը մարդու կողմից չի տրվում, որ ասես այսինչ մարդուն գնամ խնդրեմ, տեսնեմ իմ մեղքերս ինքը եթե ների հրճակի, որ ներված է, միգուցե Աստված է հրճակում, հավիտենական կյանք տալը նրա առանձնաշնորհն է եւ դա Տեր Հիսուս Քրիստոսի արյան արժանիքն է, այդ թափված թանկագին արյան որպես հետևանք։ Դրա համար ինչ է պետք անել, հավատալ Հիսուս Քրիստոսին, որ ինքը Տեր եւ Փրկիչ է, որ ինքը մեռելներից հարություն առավ եւ նրա վրա մահ իշխանություն չունի, ասած ես կենթանի եմ հավիտյանս հավիտենից եւ ով որ ինձ հավատա, թեև մեռնի, հավիտյան պիտի ապրի։ Ինչ է նշանակում Հիսուսին հավատալ։ Արդյոք նշանակում է, որ հավատում են, որ Հիսուս անունով մի զորավոր անձնավորություն Աստծուց եկած ապրեց երկրի վրա։ Սա է։ Ոչ հավատալ, որ ինքը Աստված է մարմնով հայտնված, որ մարդկության մեղքերի համար իր անձը անարատ պատարակ մատուցանեց Աստծո, որ մենք մեռած գործերից դառնալով կենթանի Աստվածը պաշտենք, որ Հիսուս խաչի վրա մեռավ, գերեզմանի մեջ չմնաց, այդ գերեզմանի անգամ այդ քարը, որ դրված էր եւ կնքված էր, չկարողացավ Տեր Հիսուսին արգելք լինել։ Նա հարություն առավ եւ հավիտյան կենթանի է։ Եվ ովքեր որ այս ճշմարտությանը հավատում են եւ խոստովանում են իրենց մեղքերը, գրված է Հիսուս Քրիստոսի արյունը մեզ բոլոր մեղքերից կսրբի չհիշելու պայմանով։ Եթե այդ բանը միջև հիմա չես արել, այսօր լավագույն օրն է որ անես։ Քո իսկ խոսքերով, քո սրտիդ մեջ հավատաս եւ քո շրթունքներով դավանես Հիսուսին Տեր եւ Փրկիչ հավիտենական կյանքի կարժանանաս։ Տերը թող քեզ այս իմաստությունը տա։ Աստված օրհնի իր խոսքը եւ ձեզ բոլորիդ ամեն։